Շնորհ գյուղում բնակվող Արթուր Յոլչինյանն արդեն 2 տարի աշխատում է Թեղուտ ընկերությունում որպես էլեկտրիկ։ Մինչ այդ 3 տարի նա աշխատանք չուներ։ Միայն տնամերձ հողամասից ստացվող եկամուտները չէին բավարարում ընտանիքի նույնիսկ նվազագույն կարիքները հոգալու համար։ Մեր ստեղի հողներ տան առաջի ընդամենը դες թե մեծ է էլի անասնապահություն չունենք մենք։ Այտենց մի 3-4 տարի չի աշխատում։ Եղբայրս Ուկրաինա, նրա կարելի ասել հիմնականում նրա սպասելիքներով էլի ահագին դժվարություններ են, բայց քիչ-քիչ լուծվում են էլի։ Տիկին Սիլվան ուրախությամբ պատմում է, որ այս ընթացքում կարողացել են գնել նոր կենցաղային սարքավորումներ, ինչպես նաև մարել կուտակված պարտքերը։ Տղամարդու աշխատանքը ընտանիքում իր ուրույն տեղը ունի եւ մեծ նշանակություն ունի։ Մեր ընտանիքում փոխվել է շատ ամեն ինչ։ Նախ փակել ենք մեր վարկերը, ամենակարևորը։ Մեր վարկերն ենք փակել, ընթացքում է հիմա նորից վարկի փակումը, աշխատավարձից բանկի միջոցով փակվում է, դա շատ մեծ կարևոր նշանակություն ունի, որ գիտենք, որ այդ գումարը պետք է անպայման փակվի։ Արմեն Յոլչինյանից բացի եւս 150 մարդ Շնորհ գյուղից աշխատում է Թեղուտում։ Ամսական միջին աշխատավարձը կազմում է 100-ից 120 հազար դրամ։ Գյուղապետը նոր դիմում է ուղարկել եւս 10 մարդու աշխատանքի ընդունելու խնդրանքով։ Կարծում է պատասխանը շատ չի ուշանա։ Համոզված եմ մոտ ապագայում, այսինքն մինչև մայիսի 1-ը իմ խնդրանք կբավարարվի։ Մեր համագործակցությունը շատ սերտ է։ Ընկերության գործունեության արդյունքում ավելացել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, նշում է Հայկազ Քոչինյանը։ Անցյալ տարի Շնողում սեփական եկամուտների հավաքագրումն իրականացվել է 97%-ով։ 2010 թվականին համայնքի բյուջեն կազմում է 330 միլիոն դրամ։ Դրանից 280 միլիոնը համայնքին պետք է վճարի Թեղուտ Փակ-բաժնետիրական ընկերությունը։ Այդքան է կազմում հողերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում կադաստրային արժեքների տարբերությունը։ Կարծում եմ, այս պահին նաև կնախանձեին շատ քաղաքապետեր։ Իհարկե, մենք նաև այսպես ասած կրելու ենք նաև այս գումարի ծանրությունը, մեր ազգաբնակչությունը պետք է այս գումարներից օգուտ քաղի։ 2010 թվականի բյուջեով նախատեսված են ծայրամասային թաղամասերի գազիֆիկացման, լուսավորության համակարգի ընդլայնման, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Վերանորոգվելու են Շնողի 6 բազմաբնակարան շենքերի տանիքները, ներքին հարդարման աշխատանքներ կկատարվեն մանկապարտեզում եւ արվեստի դպրոցում։ Գոհար Ոսկանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։